Սահմանադրական դատարանի դատավորների աշխատավարձերը կբարձրացվեն։ Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում համապատասխան օրենքի նախագիծը ներկայացնում է արդարադատության նախարար Սրփուհի Գալյանը։ Նախագծերով կվերանայվեն սոցիալական և նյութական անկախության լրացուցիչ երաշխիքները, որի արդյունքում ՍԴ նախագահին, փոխնախագահին և դատավորներին օրենքով սահմանված կարգով կվճարվի նրանց բարձր կարգավիճակին և պատասխանատվությանը համապատասխան դատավորի պաշտոնում աշխատանքային ստաժի համար հավելավճար, այսինքն խոսքը ոչ թե գործակցի բարձրացման մասին է, այլ ըստ աշխատած տարիների հավելավճարների սահմանման, մասնավորապես պաշտոնավարման երկրորդ տարում 20%-ի չափով, երրորդ տարում 35%-ի չափով, չորրորդ տարվանից սկսած յուրաքանչյուր հաջորդ տարում նախորդ տարվա համար նախատեսված հավելավճարի չափից 10% ավել չափով։ Պատգամավոր Գեղամ Նազարյանը հետաքրքրվում է. Չորրորդ տարին պաշտոնավորող սահմանադրական դատավորի աշխատավարձը փաստացի, որ քանի տոկոսով է ավելի լինելու, քան այժմ գործող։ Գործակիցը դատավորի, եթե չեմ սխալվում, 12 է, հետևաբար 12 անգամ նվազագույն աշխատավարձ, այս տոկոսների հաշվարկման դեպքում մոտավորապես 400,000 դրամի տարբերություն է լինելու դրական աճի միտումով։ Նախագծերի ընդունմամբ 2026 թվականի համար սահմանադրական դատարանի նախագահի, փոխնախագահների և 7 դատավորի մասով հավելավճարը կկազմի ավելի քան 46 միլիոն դրամ։ Հանձնաժողովի նիստից հետո Գալյանը պատասխանել է լրագրողների հարցերին։ Ի վերջո, սահմանադրությունից անկախության հռչակագիրը հանել են, թե ոչ, պարզաբանում է արդարադատության նախարարը։ Այս պահին ներկայացված տեքստում ներածությունը չի եղել առհասարակ։ Հանել եք անկախություն։ Չէ, ներածությունը չի եղել, իսկ անկախության հռչակագրին հղումը ներածության մեջ է։ Ինչու չի եղել։ Որովհետև դեռ չենք ամբողջացրել։ Ընդհանրապես թող տպավորություն չստեղծվի, որ խուսափում ենք ներկայացնել, թե ինչ է այս պահին ամփոփված ներածության շրջանակներում։ Ուղղակի ես միշտ մի բան եմ նշում. սահմանադրության տեքստը նախագծի տեսքով լինելու է հրապարակային, այդ թվում հրապարակային է լինելու ներածությունը եւ հանրությունը կարողանալու է տեսնել, թե ինչ է այնտեղ գրած, կորոշվի։ Հիմա վարչությունում են քննարկումներ եւ խմբակցությունում են քննարկումները շարունակվում։ Հանրաքվեի ժամկետ դեռևս որոշված չէ։ Գալյանը խոստանում է հանրությունը կունենա բավարար ժամանակ տեքստին ծանոթանալու և ճիշտ ընտրություն կատարելու համար։ Արդարադատության նախարարը խուսափողական պատասխան տվեց հարցին, արդյոք Փաշինյանի հայտարարությունները կազդեն անկախության հռչակագիրը սահմանադրությունում չներառելու համար։ Կա քաղաքականություն, որի սպասարկմանը միտված է ամբողջ կառավարության ներուժը։ Կա խաղաղության օրակարգ, որը սպասարկում է ամբողջ կառավարությունը։ Վարչապետը հանդիսանում է կառավարության գլուխը իրավական կարգավորումների համատեքստում եւ նաեւ առաջնորդը այդ նույն համատեքստում։ Եվ ուրեմն կարող եք եզրահանգել, որ այն ինչ ասվում է վարչապետի կողմից, մշտապես քննարկվում է կառավարության կողմից եւ քննարկվում է շատ մանրամասն։ Մենք հրապարակելու ենք տեքստը հրապարակելիս ակնհայտ կլինի, ինչ դրույթներ են տեքստում շարունակելու մնալ եւ որոնք չեն լինելու այլևս տեքստում։ Անկախության հռչակագիրը պատմական փաստ է, նշում է Գալյանը։ Անկախության հռչակագիրը ինչ է, ինքը իրականում ոչ թե անցյալին, այլ ապագային միտված փաստաթուղթ է, չնայած պատմական փաստաթուղթ է եւ իրավական վեճ կա դրա նորմատիվային լինելու հետ կապված, բայց ամեն դեպքում պարունակում է մի շարք հիմնարար սկզբունքներ, որոնք նաև դրված են սահմանադրության հիմքում։ Ու այդ սկզբունքներով առաջնորդվելով սահմանադրությունը պետք է նայի դեպի ապագա եւ շեշտադրի պետության շարունակականությունը, խաղաղ, անվտանգ պետություն ապագա սերունդներին տալու առաքելությունը։ Արդարադատության նախարար Սրփուհի Գալյանը խոսքը եզրափակում է։ Ժողովուրդն է որոշելու ընդունել, թե չընդունել նոր սահմանադրությունը։ Հասմիկ Վահրադյան, Արմալուր։